Կողմնակին ողջույն մեր դասընթացի երկրորդ դասում։ Այսօր կխոսենք պրոյեկցիոն համակարգերի և GIS-ում ֆայլերի տեսակների մասին և այսպես պրոյեկցիոն համակարգերի մասին։ Նախ փորձենք հասկանանք ինչի համար է պետք պրոյեկցիոն համակարգերը։ Բոլորից հայտնի է, որ երկրի մակերևույթը դա երկիրը ընդհանրապես գնդաձև և մակերևույթը կոր է, և խոշորագույն և մեծագույն խնդիրը հանդիսանում է այդ կոր մակերևույթը հարթ թղթի վրա պատկերելը, ուստի այստեղ մեզ օգնության է հասնում պրոյեկցիոն համակարգերը, որի միջոցով որոշակի բարդ մաթեմատիկական մոդելների միջոցով հնարավորություն է ստեղծվում այդ կոր մակերևույթը պատկերել հարթ թղթի վրա։ Մոտապես որպեսզի ավելի պատկերավոր լինի, թե ինչ է նշանակում, երբ որ փորձում ենք կոր մակերևույթը պատկերել թղթի վրա, կփորձեմ ներկայացնել այսպես հայտնի մրգերի կամ մանդարինի կամ ձմերուկի էֆեկտի միջոցով, որտեղ ակնհայտ երևում է, թե կոր մակերևույթը երբ որ կեղևազատում ենք, ինչ ենք ստանում, երբ որ այն հարթ վիճակում է հայտնվում և տեսնում ենք, որ որոշակի հատվածներ կոր մակերևույթի իրարից հեռացել են և դրանք կրկին վերամիավորելը կարող են բերել որոշակի խնդիրների։ Եվ այստեղ որպես հետևանք տեսնում ենք, թե այդ վերամիավորումը ինչ հետևանքներ կարող է ունենալ, մասնավորապես եթե ուշադրություն դարձնենք այս քարտեզին, կտեսնենք, որ Անտարկտիդան, Գրենլանդիան, Կանադայի հյուսիսային հատվածները, Ռուսաստանի հյուսիսային հատվածները ոչ իրական չափերով են պատկերված և ոչ իրական ձևով են պատկերված քարտեզի վրա, ինչը արդյունք է այն ամենի, ինչ որ ցույց տվեցի նախորդ նկարի վրա։ Ընդհանուր առմամբ, եթե մենք խոսում ենք պրոյեկցիոն համակարգերից, ապա պետք է խոսենք երկու բաղադրիչի մասին, մեկը անգլերեն տերմինաբանությամբ Geographic Coordinate System կոչվածն է կամ աշխարհագրական կոորդինատային համակարգերը, մյուսը Projected Coordinate System կոչվածը պրոյեկտված կոորդինատային համակարգն է։ Ընդհանուր առմամբ աշխարհագրական կոորդինատային համակարգում կետերի կոորդինատները պատկերված են աշխարհագրական լայնության և երկարության միջոցով և արտահայտված են աստիճաններով, իսկ պրոյեկտված կոորդինատային համակարգերում հիմնականում գործ ունենք մետրական միավորների հետ և բոլոր կետերը ցույց են տալիս գլխավոր միջօրյականից և հասարակածից ունեցած մետրական հեռավորությունները։ Իհարկե, շատ ավելի հարմար է աշխարհագրական կոորդինատային համակարգերը օգտագործել, երբ որ օրինակ արշավների ենք կամ բնության մեջ ինչ-որ չափումներ ենք կատարում, իսկ որոշակի GIS վերլուծություններ կատարելու համար շատ ավելի նպատակահարմար է մետրական չափման միավորների հետ գործ ունենալը, ուստի պրոյեկտված կոորդինատային համակարգերը միշտ օգտագործում են GIS միջավայր։ Այստեղ ներկայացնեմ այն հիմնական պրոյեկցիոն համակարգերը, որոնք կիրառելի են Հայաստանի համար, դրանք են WGS կամ World Geodetic System 84 համակարգը, որը աշխարհագրական կոորդինատային համակարգ է, և WGS 84 համակարգում գոյություն ունեցող UTM Zone 38N-ը 38-րդ զոնայի և հյուսիսային կիսագնդի պրոյեկցիոն համակարգն է, որը կիրառելի է Հայաստանի համար, Հայաստանը գտնվում է այդ զոնայում, և ինչպես նաև մեր ազգային WGS 84 ARMREF 02 պրոյեկցիոն համակարգը, որը հանդիսանում է կադաստրային քարտեզների հիմքը և մեր երկրի համար որպես իրավական ուժ ունեցող պրոյեկցիոն համակարգ, ինչը ամրագրված է նաև կառավարության որոշմամբ։ Մի փոքր փորձենք խոսել ավելի շատ աշխարհագրական տեղեկատվական համակարգերի կամ GIS-ի շերտերի և ֆայլերի մասին, որպեսզի ավելի պատկերավոր հասկանանք, թե դա ինչ է իրենից ներկայացնում։ Նախ խոսելով շերտերի մասին, կարևոր է շեշտադրել, որ GIS միջավայրում բոլոր շերտերը ներկայացնում են իրական աշխարհի որևիցե մի բաղադրիչ։ Օրինակ, այս պատկերում կտեսնեք Հայաստանի բնության մի հատված, որտեղ շերտային միավորներով կարելի է առանձնացնել բնության մեջ իրական միջավայրում գոյություն ունեցող որոշակի կոմպոնենտներ։ Օրինակ, տեսեք, մենք կարող ենք որպես առանձին շերտեր առանձնացնել անտառները, կարող ենք որպես առանձին շերտ դիտարկել տները, կարող ենք նաև որպես առանձին շերտ դիտարկել ճանապարհները։ Իհարկե, GIS միջավայրը թույլ է տալիս ներկայացնել
ոչ միայն ֆիզիկական աշխարհի մեջ գոյություն ունեցող երևույթները, այլ նաև այնպիսի երևույթներ, որոնք ունեն վիճակագրական պատկերում կամ հասարակական պատկերում, ինչպիսիք են օրինակ յուրաքանչյուր տանը եղած եկամտի չափի մասին տեղեկատվությունը, որը ևս հնարավոր է պատկերել GIS միջավայրում, ինչը բնության մեջ հնարավոր չէ տեսնել։ Ընդհանրապես, ինչ շերտային տիպեր, ինչ ֆայլային տիպեր են, որոնք կան և գոյություն ունեն GIS միջավայրում, դրանք ամենահիմնական տիպերը դրանք վեկտորային և ռաստրային շերտերն են։ Վեկտորային շերտերը իրենցից բաղկացած են կետային, գծային և պոլիգոնային կամ բազմանկյունային ֆայլերից։ Իհարկե, յուրաքանչյուր օբյեկտը ներկայացվում է ըստ անհրաժեշտության, օրինակ, եթե մենք խոսում ենք էլեկտրասիմների մասին, ապա դա կարելի է հեշտությամբ ներկայացնել կետային օբյեկտների միջոցով, եթե խոսում ենք ճանապարհների, գետերի և այլ գծային օբյեկտների մասին, ապա դա GIS-ում կարելի է ներկայացնել գծային օբյեկտի միջոցով, իսկ եթե խոսում ենք շենքերի շինությունների կամ հողակտորների մասին, ապա դա կարելի է ներկայացնել պոլիգոնների միջոցով։ Իհարկե, այստեղ շատ վիճելի է և հնարավորություն կա նույն օբյեկտը տարբեր կերպ ներկայացնել, եթե մենք խոսում ենք տարբեր մասշտաբների մասին։ Օրինակ, եթե մենք խոսում ենք քաղաքի մասին, պայմանականորեն վերցնենք Երևան քաղաքը և դիտարկենք ռեգիոնալ կամ համաշխարհային մակարդակով, ապա շատ ավելի նպատակահարմար կլինի Երևան քաղաքը ներկայացնել որպես կետային օբյեկտ։ Սակայն երբ որ մենք արդեն խոսում ենք GIS-ում ներկայացնել Երևան քաղաքում տեղի ունեցող որևէ երևույթ կամ Երևան քաղաքի գոյություն ունեցող շենք-շինությունները, ապա միանշանակ այստեղ պետք է կիրառվի պոլիգոնային եղանակով ներկայացնելը տարածական օբյեկտ։ Այստեղ կարևոր է շեշտադրել նաև, որ վեկտորային ֆայլերը դրանք դիսկրետ մեծություններ արտահայտող շերտեր են, սա ինչ է նշանակում, որ եթե օրինակ մենք գծային օբյեկտ որպես ներկայացնում ենք ճանապարհները և մենք ունենք միայն ճանապարհների շերտը, ապա այդ գծից դուրս GIS միջավայրում որևիցե տեղեկություն չկա, բայց մենք հասկանում ենք, որ ամբողջ երկրագնդի վրա դրանք անընդհատ տեղեկատվություններ են, ճանապարհի կողքը կա մայթ, ցանկապատ, տուն և այլն, և այլն, և այլն, սակայն գծային վեկտորային ֆայլով մենք միայն ցույց ենք տալիս որոշակի օբյեկտ, օրինակ ճանապարհները, ինչը նշանակում է, որ մենք ունենք դիսկրետ տեղեկատվություն։ Ի տարբերություն դրա, գոյություն ունեն ռաստրային կոչվող ֆայլերը, որոնք կարելի է որոշակի չափով համեմատություն տանել այն նկարների հետ, որը մենք ունենք մեր առօրյա կյանքում։ Ռաստրային ֆայլերը արդեն որոշակի բջիջների միջոցով տեղեկատվություն ներկայացնելու ձև են, և ինչպես տեսնում ենք պատկերում, այդ բջիջների չափը կարող է էական նշանակություն ունենալ, թե մենք ինչ տեսակի պատկերներ կարող ենք տեսնել։ Եթե մի պահ ընդունենք, որ այս ներկայացվող նկարի կամ ռաստրի բջիջի չափը, մեկ քառակուսու չափը պայմանականորեն 1 մետր է, սա կնշանակի, որ իրական կյանքում, եթե մենք բնության մեջ ունենանք օբյեկտ, որի չափերը, ֆիզիկական չափերը 1 մետր է, 1 մետր 1 մետրի վրա է, ապա այստեղ որպես մեկ բջիջ այդ օբյեկտը կարող է պատկերվել, բայց եթե մենք ունենք պայմանականորեն բջիջի չափ, որը 10 մետր է, այսինքն այդ քառակուսու կողմի երկարությունը 10 մետր է, ապա այդ տարածքը, որը այս բջիջը ներկայացնում է, այդ տարածքում եղած օբյեկտները, որոնք ավելի փոքր ֆիզիկական չափեր ունեն, քան 10 մետրն է, սա կնշանակի, որ այս տվյալները այդ տարածքի վերաբերյալ կներկայացվեն շատ ընդհանրական։ Սա նշանակում է, որ մենք ինչքան ունենանք այդ փոքր քառակուսու չափը ավելի փոքր, դա կնշանակի, որ մեր տեղեկատվությունը կլինի ավելի մանրամասն։ Սակայն այստեղ ինչքան փոքր այդ քառակուսու չափ ունենանք, դա կնշանակի նաև մեր ֆայլերը, ռաստրային ֆայլերը կլինեն շատ մեծ ծավալի և դրանց հետ աշխատելը բնականաբար կլինի ավելի դժվար, ինչպես նաև մեր համակարգիչներում մենք երբեմն կարող ենք խնդիր ունենալ այդ տվյալները պահպանելու հետ։ Եվ այստեղ շատ կարևոր է ֆիքսելը այն հանգամանքը, որ ռաստրային ֆայլերի այդ
չափը կոնկրետ հստակ արտահայտմամբ ունի սահմանում, անգլերեն տերմինաբանությամբ կոչվում է resolution, հայերեն թարգմանությամբ դա լուծաչափն է, եւ այստեղ պատկերի կամ ռաստրի որակը տեղեկատվության մանրամասնությունը կայանում է նրանում, թե ինչքան է այդ ռաստրային ֆայլի լուծաչափը փոքր։ Եթե մենք ունենք պայմանականորեն 50 սանտիմետր լուծաչափով պատկեր, դա ունի էլ ավելի բովանդակալից տեղեկատվություն, քան եթե ունենանք 30 մետր, 10 մետր կամ 100 մետր լուծաչափով պատկերներ։ Բնականաբար, եթե մենք փոքր մակերեսների մասին ենք խոսում, ապա փոքր մակերեսների համար ռաստրային ֆայլերը կարող են ունենալ շատ ավելի մանրամասնություններ, քան ավելի խոշորացված մակերեսների համար։ Սա իհարկե նաև պատահական չի նրանով, որ փոքր մակերեսների համար ռաստրային ֆայլերի հետ աշխատելը շատ հեշտ է ցանկացած տեսակի մոդելավորումներ անելու համար, որովհետև մեծ մակերեսի համար մեծ մանրամասնություններով նկար ունենալ իրենից ենթադրում է շատ ու շատ ռեսուրսների օգտագործում համակարգչի կողմից, որպեսզի որևէ մի մոդելավորում կարողանանք անել։ Մյուս տեսակի ֆայլերը, որոնք GIS-ի մեջ ի հայտ եկած ֆայլեր են, դրանք կետային ամպերն են կամ անգլերեն կոչված point cloud-ները, thin ֆայլերը եւ mesh տվյալները։ Ինչ են սրանք իրենցից ներկայացնում, կետային ամպերը դրանք վեկտորային ֆայլեր չեն, բայց կետերի միջոցով իրական աշխարհը պատկերող տեղեկատվության աղբյուր է, որը կետի համար ցույց է տալիս x, y եւ z, այսինքն կոորդինատների եւ բարդության տեղեկատվությունը, ինչպես նաեւ կախված այն տեսախցիկներից, որի միջոցով կատարվել է նկարահանումը, կարող է լրացուցիչ տեղեկատվություն պահպանել յուրաքանչյուր կետի վերաբերյալ։ Օրինակ, մենք կարող ենք կետային ամպերի միջոցով ունենալ պատկեր, որը նկարի նման գունային պատկերումով ցույց կտա օրինակ շենքերը, ծառերը եւ այլ օբյեկտներ, այսինքն նշանակում է կետը բացի x, y եւ z կոորդինատներից իր մեջ պարունակում է օրինակ այնպիսի տեղեկատվություն, RGB տեղեկատվություն, կարմիր, կանաչ եւ կապույտ գույների մասին, որը մեզ թույլ է տալիս նաեւ տեսնել այն վիզուալ աշխարհը, այն աշխարհը, ինչ որ մենք վիզուալ իրական կյանքում տեսնում ենք։ Իհարկե, այստեղ կարող է այդ տեղեկատվությունը լինել բազմազան, դա կարող է լինել ջերմային որևիցե ինդեքս, ինֆրակարմիր ինչ-որ ինդեքսներ եւ այլն եւ այլն։ Մյուս տեսակի ֆայլերը, ինչպես նշեցի, դրանք thin ֆայլերն են, որը օգտագործվում է GIS-ում մակերևույթներ ստեղծել, օգտագործելով եռանկյունների մեթոդը, եւ այստեղ մեջտեղի նկարում տեսնում եք, որ եռանկյունների մեթոդի հիման վրա կառուցում են մակերևույթներ։ Մոդելավորման համար բավականին մեծ նշանակություն ունեն mesh կոչվող ֆայլերի օգտագործումը GIS միջավայրում, ինչի համար սա մեծ նշանակություն ունի, հատկապես եթե այն մարդիկ ունեն փորձառություն GIS-ի մեջ կիրառել օրինակ ջրհեղեղների ռիսկի հետ կապված ինչ-որ մոդելավորումներ կամ ռելիեֆային ինչ-որ մոդելավորումներ, ապա այնտեղ կտեսնեն, որ օրինակ մեզ համար գետի ափին մոտ հատվածներում ռելիեֆային տեղեկատվությունը մանրամասն իմանալը շատ ավելի կարևոր է, քան գետի ափից ավելի հեռու գտնվող հատվածներում։ Եվ բնականաբար դրանից ելնելով մենք կարող ենք մեր մակերևույթը ստեղծել այնպիսին, որ գետի ափին մոտ գտնվող հատվածներում ռելիեֆային տվյալները լինեն շատ մանրամասն, իսկ ավելի հեռու լինեն ոչ այդքան մանրամասնությամբ, ինչի համար, որովհետև հատկապես մոդելներ օգտագործելիս այդ մակերևութային տվյալները շատ ծանր են լինում եւ երբեմն համակարգչային ռեսուրսները առնվազն մեր առօրյա օգտագործման, կամ նույնիսկ որոշակի պրոֆեսիոնալ մակարդակի համակարգչային ռեսուրսները ի վիճակի չեն լինում որոշակի մեծ տարածքների համար մոդելավորման որևիցե արդյունք գեներացնելու։ Այս պարագայում այս mesh տեսակի ֆայլերը շատ կիրառելի են եւ այս ֆայլերի միջոցով հնարավորություն ունենք մոդելները էլ ավելի լավը կառուցել եւ սարքել։
Իհարկե, այս բոլոր ֆայլերը պահպանվում են որոշակի տեսակի ֆիզիկական ֆայլերով, հա, մեր համակարգիչների մեջ, եւ հատկապես վեկտորային ֆայլերը բոլորին հայտնի GIS-ի հիմքում, հա, գոյություն ունեցող shape կոչվող ֆայլերի միջոցով են պահպանվում։ Այստեղ կարևոր է շեշտադրել, որ ի տարբերություն այլ ծրագրերի, GIS-ը իր նախագծային ֆայլը, հա, project ֆայլը եւ տվյալների ֆայլը, shape ֆայլը պահպանում է Windows կամ Mac միջավայրում կամ Linux միջավայրում պահպանում է առանձին, եւ եթե պայմանականորեն դուք ցանկություն ունեք ձեր ամբողջ նախագիծը տրամադրելու, փոխանցելու ձեր գործընկերոջը կամ պատվիրատուին, ապա պետք է ուշադրություն դարձնեք, որ փոխանցում եք ոչ միայն պրոյեկտի ֆայլը, այլ նաև այն շերտային ֆայլերը, որոնք գոյություն ունեն այդ պրոյեկտի մեջ։ Շերտային ֆայլերը իրենք Windows միջավայրում հանդես են գալիս ոչ միայնակ, այնտեղ կան ֆայլեր, որոնք պատասխանատու են պրոյեկցիոն համակարգի համար, տվյալների բազայի համար, shape-ի, այսինքն կետ, գիծ կամ պոլիգոն կոչվող օբյեկտների գրաֆիկական պատկերների համար եւ այլն եւ այլն եւ այլն։ Վեկտորային ֆայլերի մյուս տեսակը, որը կրկին հայտնի է եւ հատկապես օգտագործվում է ինտերնետ վեբ միջավայրում, դրանք GeoJSON կոչվող ֆայլերն են, որոնք արդեն որպես մեկ ֆայլ են հանդես գալի եւ լայն կիրառություն ունեն եւս հատկապես օրինակ QGIS միջավայրում։ Իհարկե, Google-ի հայտնի Google Earth ծրագրի համար վեկտորային ֆայլի ֆորմատը KML ֆորմատը եւ հայտնի ֆորմատներ են նաև GeoDatabase կոչված ֆորմատը, որը կարծես թե եթե ավելի հարամաչելի լեզվով բացատրենք, դա GIS տեսակի թղթապանակ է, folder է, որի մեջ պահպանվում են այդ shape ֆայլերը։ Իհարկե այնտեղ չեն կոչվում shape ֆայլերը, կոչվում են feature-ներ, բայց ինքը ինչով է առանձնահատուկ այդ GIS տեսակի թղթապանակը, հա, որ իրականում թղթապանակ չէ, հենց GIS-ի ֆորմատներից մեկն է, առանձնանում է նրանով, որ այդ GeoDatabase կոչվող ֆայլի մեջ շերտային ֆայլերը ոչ միայն զուտ ֆիզիկապես իրար կողք կողքի են գտնվում, այլ նաև որոշակի կերպով մեկը մյուսի հետ փոխկապակցված են։ QGIS միջավայրում GeoPackage կոչված ֆայլերը փոխարինում են GeoDatabase կոչված ֆայլերին, որոնք խոշոր հաշվով ֆունկցիոնալ տեսանկյունից ունեն նույն նշանակությունը։ Ռաստրային ֆայլերը, ինչպես ասեցի, դրանք ավելի շատ նման են նկարներին եւ իրենց ֆորմատներն էլ որոշակի կերպով նույնականացված հանրահայտ նկարների ֆորմատների հետ, ինչպիսիք օրինակ GeoTIFF ֆայլերը, դրանք TIFF ֆորմատի նկարներ են կամ JPEG եւ այլ ֆորմատներով եւս պահպանվում են ռաստրային ֆայլերը։ TIN ֆայլերը հենց նույն բացվածք ունեն get-tin, կետային ամպերը դրանք LAS եւ LAS տեսակի ֆորմատներն են եւ իհարկե mesh ֆայլերը դրանք object եւ 3D tiles կոչվող ֆայլերն են, որոնք միգուցե լայն հանրությանը շատ հասանելի չեն, հայտնի չեն, որտեղ սպეციფიկ մոդելավորման դեպքերում են օգտագործվում, որպեսզի կարողանան մոդելները էլ ավելի հեշտ աշխատեն։ Սրանք հիմնական այն ֆայլերն էին, ինչի մասին խոսեցինք, ինչը կանրադառնանք շատ ավելի ուշ։ Հիմա փորձենք անդրադառնալ GIS-ի, ավելի ճիշտ ArcGIS-ի աղբյուրին, թե որտեղից կարելի է այն ունենալ եւ ծանոթանալ GIS-ի ինտերֆեյսին, հիմնական պատկերներին, թե ինչ բաղադրիչներից է բաղկացած ArcGIS ծրագիրը։ Հիմա անդրադարձ կատարենք ArcGIS Pro ծրագրին եւ առաջինը կուզենայի ներկայացնել հենց ArcGIS Pro ծրագիրն արտադրող ESRI կամպանիայի կայքը, որտեղ դուք կարող եք գրանցվել եւ Products բաժնից ընտրել ArcGIS Pro ծրագիրը, ներբեռնել այն եւ օգտագործել այս դասընթացների համար։ Իհարկե ծրագիրը անվճար չէ, այն կոմերցիոն է, սակայն դասընթացների համար կարող եք այն ներբեռնել եթե չեմ սխալվում 21 օր ժամանակով այն օգտագործել եւ իհարկե հետագայում կա տարբեր տարբերակներ, թե ինչպես կարող եք
օգտագործել ArcGIS ծրագիրը, այն նաև հնարավոր է օգտագործել բաժանորդագրության միջոցով, ինչու չէ նաև գնել ամբողջական փաթեթը։ Կարևոր հանգամանք է նշել նաև, որ ArcGIS Pro ծրագիրը ի տարբերություն ArcMap-ի այժմ շատ փոխկապակցված է ArcGIS Online հարթակի հետ, որը ArcGIS-ի on-line միջավայրում առաջարկվող ծառայությունների և ֆունկցիոնալ հնարավորություններն է, ինչպես նաև գոյություն ունի ArcGIS Enterprise տարբերակը, որը շատ ավելի խոշոր կազմակերպությունների մակարդակի համար օգտագործվող ArcGIS ծրագիրն է։ Հիմա փորձենք աշխատացնել ArcGIS Pro ծրագիրը, որը արդեն իսկ տեղադրված է իմ համակարգչում և ունի համապատասխան լիցենզիաները, և ի տարբերություն ArcMap ծրագրի, ArcGIS Pro ծրագիրը նման է այնպիսի, օրինակ, սոցիալական կայքերի կամ մեյլային ծառայությունների, որոնք մենք առօրյա ռեժիմով օգտագործում ենք, և առաջին անգամ մուտք գործելուց, չնայած այն հանգամանքին, որ նա տեղադրված է մեր համակարգչի մեջ, այնուամենայնիվ ծրագիր մուտք գործելու համար անհրաժեշտ է անվանում և գաղտնաբառ մուտքագրել, login և password անգլերեն ասվածները, և որից հետո միայն դուք հնարավորություն կունենաք օգտագործել ծրագիրը։ Ծրագրի ընդհանուր ինտերֆեյսը, երբ որ բացվում է, ունի մոտավորապես այս տեսքը, եթե դուք առաջին անգամ եք բացում, միգուցե մի փոքր տարբերություններ կարող է լինել, այնուամենայնիվ այստեղ կարևոր բաժինները դա նոր նախագիծ ստեղծելու բաժիններն են, որում ունենք map, քարտը ստեղծել, catalog, որի միջոցով հնարավոր է ստեղծել այդ ցանցը տվյալների բազայի, որտեղև կարելի է կառավարել տվյալների բազաները, և ունենք global scene և local scene պրոյեկտներ ստեղծելու տարբերակները, որը թույլ է տալիս երկչափ կամ եռաչափ միջավայրում տեսնել մեր փոքր կամ մեծ մասշտաբի նախագծերը։ Իհարկե, այստեղ իմ մոտ կան որոշակի նախագծեր, որոնք նախկինում ես ստեղծել եմ, և ձեր պարագայում կարող է ծրագրը նախագծերը դուք չտեսնեք, այնուամենայնիվ փորձենք հիմա ստեղծել նոր նախագիծ և դրա համար սեղմենք map տարբերակի վրա, որպեսզի նոր նախագիծը ստեղծվենք, և առաջին քայլը մեզանից պահանջում է մուտքագրել նախագծի անվանումը, և քանի որ սա մեր երկրորդ դասն է, ապա ես այն կանվանեմ Project 02։ Ես, եթե ուշադրություն դարձրեցիք, Project և 02 սիմվոլների մեջ դատարկ տեղ չթողեցի, այլ underscore կոչված տեղադրեցի, ինչի համար, որովհետև GIS-ը նման է մի շարք այլ տվյալների հետ աշխատող ծրագրերի և միշտ ցանկալի չի թղթապանակների կամ ֆայլերի մեջ ունենալ այնպիսի անվանումներ, որոնք պարունակում են կամ ինչ-որ լատինատառից տարբերվող սիմվոլներ կամ բացատներ։ Ուստի միշտ ես խորհուրդ եմ տալիս ուսանողներին ևս պահպանել այս կանոնը և օգտագործել լատինատառ անվանումներ և չօգտագործել բացատներ կամ այլ սիմվոլներ։ Եվ հաջորդ քայլը բնականաբար ծրագիրը մեզ հարցնում է, թե որտեղ է անհրաժեշտ պահպանել մեր նախագիծը, բացվող պատուհանը թույլ է տալիս գտնել այն թղթապանակը, որում մենք ցանկանում ենք պահպանել մեր նախագիծը։ Հիմա ես կփորձեմ գտնել այդ թղթապանակը, որում պետք է պահպանվել նախագիծը, և դրանից հետո արդեն կբացվի մեր հիմնական ինտերֆեյսը։ Հիմա փորձեմ գտնեմ թղթապանակը, և այստեղ վիդեոդասերի մեջ տեսնում եք, որ ունեմ Division GIS class-ից և չունեմ որևիցե մի բացատներ, և class 2-ի մեջ արդեն կպահպանեմ իմ առաջին նախագիծը, որը անվանեցինք Project 02։ Հիմա սեղմենք OK կոճակը, և արդեն ծրագիրը ստեղծում է մեզ համար նոր պատուհան, որը հիմնական ինտերֆեյսն է կամ միջներս են անվանում հայերեն, և այստեղ, եթե ուշադրություն դարձնենք, ծրագիրը բաժանված է մի քանի հիմնական բաղադրիչներից, և այդ հիմնական բաղադրիչների ամենակարևոր մասը բնականաբար քարտեզի հատվածն է, որը ArcGIS Pro ծրագիրը բացում է ամբողջական աշխարհը ցույց տվող
քարտեզի միջոցով, որին նաև անվանում են Map Canvas, և ձախ հատվածում մենք գործ ունենք Contents կոչվող պանելի հետ, որը նախկինում կամ այլ ծրագրերում կոչվում էր Layers, հիմա այն կոչվում է Contents, և աջ հատվածում մենք ունենք Catalog բաժինը, որի միջոցով, ինչպես Windows browser-ի միջոցով, մենք հնարավորություն ունենք գտնելու այն բոլոր ֆայլերը, թղթապանակները, որտեղ որ մեր ծրագրերը, մեր անհրաժեշտ պրոյեկտները գտնվում են։ Այստեղ նաև մենք ունենք Geoprocessing կոչվող կարևոր բաժինը GIS-ի և Geoprocessing բաժնի Toolbox գործիքները մեզ թույլ են տալիս կատարելու բազմապիսի ֆունկցիոնալ առաջադրանքներ, որոնք յուրահատուկ են GIS-ի համար։ Հիմա փոքր անդրադարձ կատարեմ ավելի վերևի հատվածում գտնվող պանելներին։ ArcGIS Pro ծրագիրը ի տարբերություն ArcMap-ի հանդես է գալիս ավելի միասնական ձևով, այսինքն եթե նախկինում մենք ArcMap, ArcCatalog, ArcSyn ծրագրեր ունենք որպես առանձին ծրագրեր, ապա այստեղ, ինչպես տեսնում ենք, հանդես է գալիս որպես մեկ միասնական ծրագիր։ Վերևի պանելը փորձ է կատարվել կամ նմանեցնել, կամ ավելի հարմարեցնել այնպիսի ծրագրերին, ինչպիսիք են օրինակ Microsoft-ի Excel, Word ծրագրերը, որտեղ ribbon կոչվածները Microsoft-ի մեջ բացվածքով որևիցե մի հիմնական մենյուի ենթամենյուները կամ ենթաբաժիններն են ներկայացնում։ Հիմա փորձեմ անդրադարձ կատարել այդ բոլոր մենյուներին կամ ենթաբաժիններին և սկսենք առաջինը Project բաժնից, որը խոշոր հաշվով մեզ հետ է վերադարձնում նորից New Project, նոր պատուհան բացված իրավիճակը, որտեղ կարող ենք մի քանի գործողություններ անել, ինչպիսիք են օրինակ բացել նոր այլ պրոյեկտ, կամ պահպանել մեր պրոյեկտը, կամ մեր պրոյեկտը պահպանել մեկ անվանմամբ մեկ այլ տեղ։ Իհարկե, այստեղ ունենք լիցենզիային, պորտալին և օպցիաներին վերաբերող մի շարք ֆունկցիոնալ հնարավորություններ։ Հիմա վերադառնանք նորից մեր քարտեզ և պրոյեկտին հաջորդող հաջորդ բաժինը դա Map կոչվող բաժինն է։ Map կոչվող բաժնում այն հիմնական գործողություններն են, որով հնարավոր է կառավարել այս ArcGIS Pro ինտերֆեյսը։ Մասնավորապես մենք ունենք Clipboard հատվածը, որի միջոցով կատարում ենք հարահայտ գործողություններ, ինչպիսիք են copy, paste, cut գործողությունները։ Navigation բաժինը մեզ թույլ է տալիս որոշակի կերպով տեղաշարժեր կատարել ArcGIS քարտեզային միջավայրում։ Օրինակ, ես մկնիկի scroll-ի միջոցով հնարավորություն ունեմ մոտեցնելու քարտեզս Հայաստանի Հանրապետության տարածքին և մկնիկի ձախ կոճակը սեղմած և պահած կարող եմ տեղաշարժել իմ քարտեզը ցանկացած ուղղությամբ և նորից scroll անել zoom in, այսինքն ավելի մոտեցնելով կամ zoom out կամ ավելի հեռացնելով, և իհարկե մենք այստեղ ունենք Bookmarks բաժինը, որը թույլ է տալիս որոշակի հատվածը էկրանին պատկերված վիճակում լինելու դեպքում պահպանել այդ հատվածի տեսքը, երևալու տեսքը, այնուհետև երբ որ մենք կտեղաշարժենք մեր քարտեզը, մենք հնարավորություն կունենանք այդ bookmarks-ի միջոցով հետ վերադառնալ այն տեսքին, որտեղ որ մենք ինչ-որ նախկին ժամանակահատվածում գտնվել ենք։ Layers դարձնելը մեզ թույլ է տալիս օգտագործել base map կոչվածները, որոնք GIS միջավայրում շատ հայտնի են։ Այստեղ գոյություն ունեն տարատեսակ base map-եր, որոնք հնարավորություն են տալիս որպես ետնապատկեր մեր հիմնական նախագծին ցույց տալ որոշակի տեսակի քարտեզներ, դրանք կարող են լինել արբանյակային քարտեզներ, դրանք կարող են լինել նավիգացիոն քարտեզներ, դրանք կարող են լինել զուտ ուղղակի վիզուալ և էսթետիկ ավելի հետաքրքիր քարտեզներ, ինչպես նաև դրանք կարող են լինել արբանյակային և օրինակ փողոցներին կամ տոպոգրաֆիային վերաբերող քարտեզների համադրություններ։ Այստեղ
պատկերված են Esri կամպանիայի կողմից առաջարկվող մի շարք քարտեզներ, ինչպես նաև այլ աղբյուրներից ներկայացվող քարտեզներ, օրինակ հիմա այստեղ հայտնի է և հասանելի է OpenStreetMap-ի կողմից հասանելի քարտեզները։ Ունենք selection բաժինը, որի միջոցով հետագայում կտեսնենք, թե ինչպես է հնարավոր շերտային ֆայլեր ընտրել, այդ ընտրված որոշակի ֆայլերի հետ աշխատել, ընտրանքներ կատարել որոշակի տրամաբանություններով և կրիտերիաներով ելնելով։ Inquiry բաժնում մենք ունենք չափմանը, կոորդինատային համակարգերի փոփոխմանը, ինֆոգրաֆիկային վերաբերվող ֆունկցիոնալ հնարավորությունն է։ Labeling բաժինը GIS-ի մեջ շատ կարևոր բաժիններից մեկն է, և եթե օրինակ այս պատկերված քարտեզի վրա, base map-ի վրա մենք տեսնում ենք որոշակի քաղաքների անուններ, երկրների անուններ, որոնք իրանց չափերով, գույներով, ձևերով տարբերվում են, ապա այս ամենը հնարավոր է GIS միջավայրում կատարել labeling-ի միջոցով։ Մյուս բաժինը insert կոչվող բաժինն է։ Այս insert կոչվող բաժնի project ենթաբաժնի միջոցով հնարավոր է նոր քարտեզ ստեղծել, հնարավոր է ստեղծել նոր layout-ներ, layout-ները դրանք ևս կարևոր բաժիններից մեկն են ArcGIS Pro-ում, որովհետև երբ որ քարտեզները գալիս հասնում են այն վիճակի, որպեսզի դա պետք է ներկայացնենք օրինակ մեր գործընկերներին, պատվիրատուներին, ապա GIS միջավայրից դուրս անհրաժեշտություն կա քարտեզները հարստացնել այնպիսի բովանդակությամբ, որոնք հասկանալի և ընթերցելի լինեն այլ մարդկանց համար ևս, և դա հեշտությամբ հնարավոր է անել layout բաժնով։ Իհարկե ArcGIS-ում կարելի է ստեղծել նաև report հաշվետվություններ, ելնելով տարածական տվյալների արդյունքների վրա, նոր տարբերակում հնարավոր է նաև պրեզենտացիաներ ստեղծել, նոթբուքեր ստեղծել և այլն, և այլն, և այլն։ Այստեղ ունենք նաև layer templates կոչված բաժինը, որի միջոցով որոշակի շերտերի արդեն իսկ նախանշված օրինակներ կան, որոնք կարելի է օգտագործել ձևավորման համար, և ունենք style բաժինը, measurements բաժինը և favorite բաժինը, որոնց միջոցով, օրինակ favorite բաժնի միջոցով հնարավոր է որոշակի թղթապանակներ կամ հատվածներ դիտարկել, ունենալ հիշողության մեջ և հետագայում դրանք կունենան ավելի արագ հասանելիություն։ Analysis բաժնի միջոցով հնարավոր է կատարել տարատեսակ GIS վերլուծություններ և ընդհանուր պատուհանի աջ մասում, երբ որ ես ցույց տվեցի geoprocessing պանելը, դա ես հնարավորություն եմ ունեցել բացել այստեղ tools, geoprocessing-ի tools գործիքի միջոցով։ ArcGIS Pro-ն նաև առաջարկում է մի շարք ready to use գործիքներ, որոնք արդեն իսկ որոշակի ոլորտներին վերաբերվող գործիքների համախումբ են։ Այստեղ մենք ունենք tools բաժինը, որտեղ կրկին որոշակի գործողություններ արդեն իսկ առանձին ներկայացված են, ինչի համար են սրանք առանձին ներկայացված, որովհետև որոշները ArcGIS միջավայրում բավականին հայտնի և հաճախ կիրառելի գործիքներ են, և դրանք առանձին կերպով ներկայացված են GIS միջավայրում։ Ունենք նաև պորտալի հետ կապ հաստատող գործիքների խումբ, ունենք նաև workflows կոչվածը, որը մի քանի գործողությունների համախմբում որոշակի, կարելի է ասել, փոքր մոդելներ են, որոնք տալիս են որոշակի հետաքրքիր արդյունքներ։ Օրինակ, այստեղ ներկայացված suitability մոդելների միջոցով հնարավոր է ինչ-որ տարածքների հարմարավետության վերլուծություն անել, որն իրականում մի քանի գործոնների, մի քանի ֆունկցիոնալ գործողությունների արդյունքում է հնարավոր ստանալ, ինչը հիմա suitability մոդելների միջոցով կարելի է մեկ պատուհանի միջոցով ստանալ։ Եվ այստեղ ունենք նաև raster բաժինը, որի միջոցով raster-ային ֆայլերի հետ կարելի է որոշակի գործողություններ իրականացնել։ View բաժնում հիմնականում տեսքին վերաբերվող գործիքակազմերն ենք մենք տեսնում, ունենք view ենթաբաժինը, link ենթաբաժինը, Windows ենթաբաժնի միջոցով հնարավոր է բացել նաև catalog view-ն, որի միջոցով հնարավոր է հասանելիություն ունենալ այն բոլոր ֆայլերին և թղթապանակներին, որտեղ պահպանված են մեր պրոյեկտային ֆայլերը։ Հետ վերադառնալով map view-ին, այստեղ նաև կարող
օգտվել կատալոգ բենից, ինչը հիմա մենք տեսնում ենք մեր աջ հատվածում, որը խոշոր հաշվով հակիր կրճատված ձևն է ընդհանուր կատալոգ view-ի, որտեղ էլի կրկին մենք հասանելիություն ունենք մեր ֆայլերին, թե մեր համակարգչի մեջ, թե պորտալում, և թե ինչու չէ նաև ArcGIS Living Atlas կոչվող համակարգից, որտեղ բազմապիսի տեղեկատվություններ են զետեղված և որոշները հասանելիություն տալիս օգտագործել և վերլուծել այդ տվյալները։ Edit բաժինը հիմնականում վերաբերվում է շերտային վեկտորային ֆայլերի խմբագրմանը, նոր օբյեկտներ ավելացնելուն և այստեղ մենք ունենք Features բաժինը, Features բաժնի միջոցով հնարավորություն ենք ստեղծում 0-ից նոր օբյեկտներ ստեղծել։ Իհարկե մենք ունենք այդ օբյեկտները ստեղծելու բազմաթիվ գործիքակազմեր և այդ գործիքակազմերը ներկայացված են առանձին Tools կոչվող բաժնում։ Imagery բաժինը հիմնականում վերաբերվում է ռաստրային և արբանյակային տեղեկատվության մշակման համար, ինչպիսիք են օրինակ Change Detection-ը, որի միջոցով հնարավորություն ենք ունենում արբանյակի միջոցով ստացված պատկերների հիման վրա ուսումնասիրել երկրի որոշակի փոփոխությունները։ Վերջին ժամանակներս նաև ավելացել է Image Classification-ը, որը հնարավորություն է տալիս արբանյակային պատկերների կամ թամպես ռաստրների կլասիֆիկացիաներ անել և որոշակի օբյեկտներ հայտնաբերել։ Քանի որ նախանշեցինք ArcGIS Pro-ն նաև ունի զուգահեռաբար զարգացող ArcGIS Online միջավայրը, ապա այս Share բաժինը ամբողջությամբ նվիրված է նրան, թե ինչպես կարող ենք մեր լոկալ համակարգչում ստեղծված պրոյեկտները որոշակի կերպով և որոշակի եղանակներով հասանելի սարքել վեբ միջավայրում և դրանք ի տարբերություն շատ ու շատ GIS միջավայրերի և GIS ծրագրերի, այստեղ ArcGIS Pro-ում հնարավորություն ունենք շերտային ֆայլերը և պրոյեկտները անընդհատ սինխրոնիզացված ձևով պահպանել on-line միջավայրում հասանելի ֆայլերի և պրոյեկտների հետ։ Եվ վերջում բնականաբար Help բաժինը, որի միջոցով հնարավորություն ունենք օգտագործելու մի շարք ռեսուրսներ մեր հարցերի պատասխանները իմանալու համար։ Ես նաև նշեմ ամենավերևի պանելային հատվածը, որտեղ մենք ունենք Save Project գործիքը, ինչը պարբերաբար անհրաժեշտ է սեղմել, որպեսզի մեր պրոյեկտը կարողանանք պահպանել։ Այսքանը ընդհանուր ArcGIS Pro-ի ինտերֆեյսի հետ ծանոթանալու համար, իհարկե առանձին բաժիններին, ինչպիսիք են Content-ը, ֆունկցիոնալ հնարավորությունները, կատալոգը կամ Geoprocessing-ը, ընթացք կծանոթանանք օգտագործելով տարբեր գործիքներ և կատարելով տարբեր գործողություններ։ Թերևս այսքանը սրա մասին և ամփոփենք այս հատվածը, հաջորդիվ կանդրադառնանք նաև այլ թեմաների։